Բարև ձեզ սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Քիչ առաջ ես Արմեն Գևորգյանը, Անա Ղոստոմյանը, այսինքն ԵԽԽՎ հայկական պատվիրակության ընդդիմադիր պատգամավորները հանդիպել ենք Հայաստանի Հանրապետության հարցով համազեկուցողների հետ։ Հանդիպան ընթացքում փաստերով ներկայացվել են թե քաղաքաբանտարկյալների բոլորի Նարեկի, Վազգենի, Դավիթի, պարոն Կարապետյանի, Սրբազան հայրերի, Արտուրի Սարգսյան, մեր բոլոր պայքարի ընկերների խնդիրները, հայտարարակ վիճակը յուրաքանչյուրը հատ առ հատ փաստերով ներկայացվել են մարդու իրավունքների այլ ոտնահարումներ, այլ խնդիրներ, որոնք մեր երկրում կան, ներկայացվել է դատական համակարգի խնդիրները, հակաժողովրդավարական process-ները, իհարկե մի զգալի հատվածը հանդիպման եկեղեցու դեմ ծավալված արշավի մասին էր։ Մենք մեր դժգոհությունը մեր բոլորի, նաև ձեր դժգոհությունն ենք հայտնել զեկույցում տեղ գտած խայտառակ ձևակերպումների եւ զեկույցում տեղ չգտածների մասին։ Այս աշխատանքը շարունակական է, սա արվել է միշտ թե գրավոր եւ թե բանավոր տեսքով հանդիպումների եւ ելույթների տրամաբանությամբ, պարզապես այս անգամ հենց հանդիպումից հետո որոշեցի այս ֆորմատով ձեզ տեղեկացնել այս հանդիպման մասին։ Մենք նաեւ կոչ ենք արել համազեկուցողներին այցելել քաղաքաբանտարկյալներին, մի պրակտիկա, որը առաջ շատ հաճախ էր տեղի ունենում միջազգային կառույցների կողմից, բայց վերջերս կարծես մոռացվել է։ Հուսանք, որ մեր պահանջները տեղ կհասնեն եւ միս ու արյուն կստանան։ Երևի թե այսքանը տաք հագնվեք, տաք հագնվելու եւ Փաշինյանի քարոզչական ստերին չհավատալու խորհուրդները ուժի մեջ են։ Ընդ որում այդ Փաշինյանի քարոզչական թեզերը կապ չունի թե ով է ասում, ինքը Փաշինյանը, իր քարոզիչները, թե Նիկոլ Փաշինյան երկուսը, իսկ ավելին ես դրա մասին ասելու պլաններ չունեմ։ Ձեզ լավ երեկո։